Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Հայ ազգի մեծագույն պարծանք է այսօրվա իմ հյուրը։ Այս արտիստը հայ երգարվեստում խորհրդանիշ է։ Նրա փառահեղ ու հզոր ձայնը հնչել է աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում, ապրեցնելով հայի հոգին։ Չկա աշխարհում այնպիսի մի հայ, որը չիմանա, թե ով է Ռուբեն Մաթևոսյանը։ Ծնվել է 1941 թվականի դեկտեմբերի 12-ին։ Քանի որ հայրը Մացակ Երեմի Մաթևոսյանը հայրենական մեծ պատերազմում զոհվել է, արդեն չափահաս տարիքում Ռուբենը որոշել է իր ծննդյան օրը անձնագրում նշել հունվարի 12-ը՝ ի պատիվ հոր ծննդյան օրվան եւ ծննդավայրը նշել սպիտակ, նույնպես ի հարգանք հայրիկին։ 1967 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան։ 1961-ից 1992 թվականներին հանդես է եկել որպես Հայաստանի հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար, 1996 թվականից նույն անսամբլի գեղարվեստական ղեկավար։ 1992-ից 1996 թվականներին եղել է Աստղեր անսամբլի գեղարվեստական ղեկավար եւ մենակատար։ 1986 թվականին սկսել է դասավանդել Երևանի էստրադային եւ ջազային արվեստի քոլեջում, 1990 թվականից Երևանի կոնսերվատորիայում։ Ռուբեն Մաթևոսյանը 1999 թվականին դարձել է Հայ երգարվեստի միության նախագահ։ Ռուբեն Մաթևոսյանի երգացանկում ընդգրկված են հայկական ժողովրդական, աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգեր, ռոմանսներ։ Նրա լավագույն կատարումներից են Հորովել, Շարամի Պարտեզոն վարդեր բացված, Դու իմ մուսան ես, Ջիվանու ձախորդ օրերը, Արնո Բաբաջանյանի Չքնաղ երազ, Ալեքսեյ Հեքիմյանի Բարի արագիլ եւ այլն։ Պարոն Մաթևոսյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Գոհ եք ձեզ բաժին հասած կյանքից։ Ինչպես կարող եմ գոհ չլինել։ Իհարկե գոհ եմ։ Ինչպես կարող է պատահի մարդը գոհ չլինի, երբ գիտակցում է, որ ինքը 64 տարի շարունակ ծառայում է իր գործին, այն գործին, որի համար ինքը ծնվել է։ Իհարկե գոհ եմ։ Որոնք են ձեր կյանքի ամենաազդեցիկ եւ տպավորիչ հուշերը։ Երգչական կյանքի յուրաքանչյուր պահը անմոռանալի հիշողություն է, բնականաբար։ Դա վերաբերվում է, թե առաջին անգամ, երբ հայտնվեցի այսօր արդեն հանրային ռադիոյի Մերանգուլյանի փորձասենյակում, առաջին անգամ, երբ հանդես եկա Հայաստանի հեռուստատեսությունում, հեռուստատեսության փոքր ստուդիայում, առաջին անգամ, երբ կանգնեցի ռադիոյի միկրոֆոնի առջև ոչ թե ձայնագրվելու, այլ պարզապես այդ պահին հնչեցնելու համար իմ ձայնը ոչ միայն Հայաստանի, այլ նաև Սփյուռքի ռադիոլսողների համար, այն պահին, երբ հայտարարվեց իմ անունը, ես անեացա։ Բնականաբար անմոռանալի է առաջին ելույթը օպերային թատրոնի բեմահարթակից, այսօր արդեն Արամ Խաչատրյանի անունը կրող բեմահարթակից, ֆիլհարմոնիկի բեմահարթակից եւ առհասարակ Հայաստանի բոլոր քաղաքների լավագույն թատրոնների, լավագույն ակումբների բեմահարթակից, նույնիսկ սարերում ելույթ ունեցանք անվանի բոլոր արվեստագետները, Արմաղանի սարերում։ Ոնց կարող եմ մոռանալ, երբ ես անցա գրեթե երկրակնդի բոլոր շարավիղներով, հայտնվեցի այն բոլոր քաղաքներում, մեծ քաղաքներում, իրենց լավագույն բեմահարթակներում, աշխարհի լավագույն բեմահարթակներում, իմ հանդիսատեսի համար, իմ հայի համար երգեցի իր երգը, սպասված երգը, ձայն, որ եկել էր Հայաստանից իրենց ոչ թե հյուր, այլ ասելու, որ դուք մեզ հետ եք, միշտ մեր կողքին, իսկ մենք միշտ ձեր կողքին։ Ոնց կարող եմ ես անտեսեմ իմ կյանքի ամեն մի պահը, ամեն մի էպիզոդը, չէ, թանկ անգնահատելի է ինձ համար։ Որն է եղել ձեր կյանքի կայացրած ամենակարևոր եւ բեկումնային որոշումը։ Ես որոշումներ չեմ ունեցել։
Բայց երթում ունեցել եմ, երբ առաջին անգամ 1961 թվականի նոյեմբերի 5-ին երևացի Հայաստանի հեռուստատեսության բոլորի տան հեռուստացույցի էկրաններին ես այդ պահին չէի գիտակցում։ Ինձ համար ավելի հետաքրքիր էր, որ ես տեսա ստուդիան, տեսա Նարաշ Լեպչյան, տեսա հաղորդավարներին, բնականաբար առաջին անգամ երբ փորձասենյակ մտա Մերանգոլյանին տեսա, ես չէի մտածում, որ ես պետք է մնամ իբրև երգիչ։ Ես ուղղակի երգում էի, ինձ լսում էին։ Հետո որոշեցին, որ այդ օրվանից հետո ես մնամ առհասարակ ռադիոյում անսամբլում որպես բեներքիչ։ Երբ հեռուստատեսությամբ վերջացավ առաջին համերգը եւ Մերանգոլյանին եւ ոչ ինձ շնորհավորում էին նոր ձայնի հայտնաբերման համար, ես անհամեստ չեմ, ոչ էլ համեստ։ Պարզապես ես հիշում եմ, դրա համար եմ ասում։ Երբ նրան շնորհավորեցին նոր ձայնի համար, նոր երգչի ծննդի առթիվ, ես տուն եկա, գիշերը ոչ մի պահ չկարողացա աչքերս փակել, եւ որովհետեւ հեռուստատեսությամբ ես միայն այսպես է, չգիտեմ ցույց էին տվել թե ոչ, բայց ես ամբողջ գիշեր խոնարհվեցի։ Այն ինչ որ փորձի ժամանակ ինձ սովորեցրել էր Մերանգոլյանը, որ հարկավոր է շնորհակալ լինել հանդիսատեսին եւ գլխի շարժումով ասել, որ շնորհակալ եմ, գլուխ տալ այսպես ասած։ Ես որոշեցի ամբողջ կյանքում նվիրվել երգարվեստին։ Երևի ինձ համար դա էր նախատեսված իմ կյանքի ճանապարհը գիտակցելու համար։ Չգիտեմ, ես չեմ կարող որևէ պահ զատել ու ասել, որ իմ կյանքում այսքան էս մի լավ բան եղել է, ես հիշեմ, որովհետև դա արժանի է հիշատակման։ Չէ, իմ կյանքի, երգչական կյանքի, ոչ իմ կյանքի, երգչական կյանքիս յուրաքանչյուր պահը անմոռանալի է։ Բացառիկ երգիչ է ինձ համար, բացառիկ։ Իր մեկնություններից հետո շատ դժվար է լինում, գուցե դարձյալ լավ կատարված, բայց ինչ-որ այլ կատարումներ լսելը։ Մի անգամ համերգի ժամանակ այնպես էր դրված հերթականությունը, որ ինքն էր երգում, հետո ես պիտի դուրս գայբեմ։ Ես կուլիսներում կանգնած այսպես լսում եմ, թե ոնց է վարպետը երգում ցախորդ օրերը։ Փլվեցի, փուլ եկա այդ փառահեղ արվեստից, այդ կատարումից, ու այնքան փուլ եկա, որ արցունքներն ացին եւ ամբողջ մաքիաժը սխառնվեց, այսպես, ու ես բեմ պիտի դուրս գամ, այսինքն տեղ չունեի, այդպես էլ դուրս եկա։ Բայց միշտ սիրելի է եղել, այսինքն ուրիշ բան է, երբ որ ես ինքս եմ այդ բախտին արժանանում եւ իրեն լսում բեմի վրա, թեպետ կուլիսներից, բայց լսում եմ կենթանի կատարումը, բայց մեր տանը միշտ հնչել է իր երաժշտությունը։ Հայրս ասում էր, որ պապիկս էր շատ սիրում իրեն։ Միշտ ասում էր, որ շատ լավն է այս Ռուբենը, այն ժամանակ դա Ռուբենը երիտասարդ տղա էր, շատ լավ տղա է, շատ տաղանդավոր տղա է այս տղան։ Ինչ կարող եմ ասել որպես որդի, որը անչափ սիրում եւ գնահատում է իր հորը համ որպես հայր, խիստ, պահանջկոտ, միևնույն դեպքում նա ինձ համար ավագ եղբայր է հանդիսանում, լավագույն ընկեր ինձ համար եւ իհարկե մեծանուն արվեստագետ։ Միայն հպարտանում եմ։ Ինձ համար շատ մեծ հպարտություն է լինել Ռուբեն Մաթևոսյանի թոռնիկը։ Դեռ փոքր տարիքից ես լսել եւ շատ սիրել եմ իր երգերը, չնայած դրանց իմաստը չհասկանալով։ Ամեն անգամ իր համերգներին գնալուց ես այնքան հպարտ եմ եղել, որ մի ամբողջ դահլիճ հավաքվել էին պապիկին լսելու համար։ Նա իմ համար շատ օրինակելի անձնավորություն է եղել, թե որպես մարդ, թե որպես արտիստ, թե որպես պապիկ, եւ ինքը իմ ամենալավ ընկերն է։ Ունեք փշոտ հիշողություններ ձեր կարիերայում։ Երգարվեստում ես դժվարությունների չեմ հանդիպել։ Իմ փոխարեն մտածել է գեղարվեստական ղեկավարը։ Ես երեխա էի։ Պահանջներն եմ կատարել ես պարզապես, բայց շատ արագ հասկացել եմ, որ ես դառնում եմ երգիչ։
ձևավորվում է իմ մոտ պրոֆեսիոնալ երգիչը։ Դա ընդամենը 1-2-3 համերգից հետո, որ ես գիտակցեցի, որ եւ շնորհակալություն այն մարդկանց, հատկապես Մերանգոլյանին, երբ ես մուտք ունեցա ռադիո եւ իմ ընկերներ դարձան ինձ, որ նրանք ինձ համար կուռքեր են եղել, առհասարակ բոլոր մեծանուն արվեստագետները իմ կուռքն են եղել, ես ապրել եմ նրանց կյանքով, նրանց երգով, նրանց խոսքով, թատրոնում նրանց խաղարկմամբ, բայց հետագայում նրանք դառան իմ աշխատանքային ընկերներ եւ Մերանգոլյանը պարտադրեց, որ ինձ նկատեն եւ ընդունեն հավասարի իրավունքով եւ ոչ թե երեխայի։ Եվ գիտեք ինչ, շատ կարճ ժամանակում ինձ կոչում տվեցին, վաստակավոր արտիստի կոչում, երբ այն ժամանակ տալիս էին 40-50 տարեկանում հարց ստանում էին մարդիկ, թե ոչ, ինձ շատ շուտ տվեցին, բայց ոչ գեղեցիկ աչքերի եւ ոչ էլ չինարբոյի համար, չէ, եւ տվեցին հայկական ժողովրդական երգի պրոպագանդման եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար։ Դա արդեն գնահատություն էր իմ երգարվեստին, իմ կատարողականությանը, շատ մեծ կարևորություն էր եւ այդպիսի արագությամբ էլ այդպես շուտ էլ ստացա նաև ժողովրդական արտիստի կոչում։ Իդեպ ես հետագայում ինձ համար շատ վայրի էր, երբ մարդիկ մոտենում էին, որտեղ որևէ մի ժողովրդական արտիստի ստորագրություն է հարկավոր երեքի, որպեսզի նրանց ներկայացնեն կոչման, ասում են, դե գիտեք ինչ, արդեն մի 5-10 տարի երգել եմ, ես արդեն պիտի դառնամ այսինչ կոչումով ինձ պետք է հայտարարեն։ Ես զարմացել եմ, որովհետև ես չեմ իմացել, որ ես վաստակավոր արտիստի կոչման եմ ներկայացվել, ես չեմ ներկայացրել։ Ես չեմ իմացել ինչպես, բայց հոբելյանական համերգի օրը անսամբլի 50-ամյակին հայտարարվեց ժողովրդական արտիստ, որովհետև արդեն հրամանագիրը կար, ես չգիտեի, այդպես էլ հայտարարեցին վաստակավոր արտիստի կոչումը։ Ինչևէ, դրանք ես ասեցի նրա համար, որ ես միայն նվիրվել եմ հայ երգին։ Բահապարտություն չի, երբ դու ներկայացնում ես հայ երգը Միացյալ Նահանգներում, այն էլ Carnegie Hall-ի սրահում, կամ Lincoln Center-ում, կամ United Nations-ում, այսինքն ոնց ասեմ, ՄԱԿ-ի Համարշելդի դահլիճում 2 անգամ։ Հպարտություն չի, երբ քեզ հրավիրում են հարցազրույցի եւ փոքրիկ համերգի MBC ռադիոկայանում, կամ հրավիրում են New York Times ռադիոկայան, որովհետև ոչ միայն թերթ կա New York Times, այլև ռադիոկայան, այդ թերթի ռադիոկայանը հարցազրույցի եւ բնականաբար ինձ հետ լինում էր թարգմանիչ Լուսի Իշխանյանն էր, մեծանուն երաժիշտ, Միացյալ Նահանգների հայազգի շատ նվիրյալ արվեստագետ եւ նվիրյալ հայ։ Նա իմ թարգմանիչն էր լինում, որովհետև հարցեր էին տալի, պետք է պատասխանել եւ այդ պատասխանը նաեւ պետք է հնչեր ոչ միայն իմ ձայնով, այլ նաեւ անգլերենով, որպեսզի հասկանալի լինի այս մարդը ինչ է ասում։ Իսկ ես երբեք հիմար չեմ դուրս տվել, բնականաբար։ Երևի ես դրա համար են հարցազրույցի հրավիրել։ Լավ, ինքնագոհություն չլինի, բայց ես շատ նվիրյալ եմ եղել իմ գործին եւ շատ եմ սիրել իմ գործը, շատ եմ սիրել ոչ թե նրա համար, որ ինձ ծափահարեն, երջանկացել եմ, երբ գնահատվել է հայ երգը, հատկապես իմ կատարմամբ։ Գնահատականներ շատ են տվել բոլոր մեծանուն արվեստագետները, բոլոր իմ գործընկերները միշտ բարձր են գնահատել եւ ես շնորհակալ եմ նրանցից եւ նրանց անունները ինձ համար արժանի են միայն խնկարկման այս պահին եւ առհասարակ իմ ամբողջ կյանքում եւ ոչ միայն ինձ համար, իմ ամբողջ ընտանիքի համար, նրանք շատ հարգված մարդիկ են,
ես երբեք չեմ մոռանում նրանց մարդիկ, որոնք այսօր չկան, դժբախտաբար, բայց գնահատություններ, երբ մեծանուն արվեստագետներն են տալի հայազգի, հասկանալի է, երբ նույնիսկ Խորհրդային Միության նշանավոր արվեստագետները, համաշխարհային դեմքերը նույնիսկ գնահատում են քեզ, իհարկե քեզ համար շատ կարևոր կլինի լսել, թե ինչ են մտածում քո կատարողական արվեստի շուրջ, կամ ինչպես են քեզ նկատում, գնահատում։ Բայց երկու դեպք կա, որ արժանի է իսկապես հիշատակման։ Իհարկե, ես հպարտ եմ, որ Մարտիրոս Սարյան երևույթը նկատել և շատ բարձր է գնահատել իմ երգարվեստը, այդ թվում նաև Արամելիչ Խաչատրյանը, այդ թվում նաև Քոչարը, բայց ես մյուս իմ ընկերների անունները չեմ տալի Գոհարից մինչև Օֆելիա և բոլորը, չեմ ասի, որովհետև նրանք իմ հարազատներն են, բնականաբար պետք է բարձր կարծիք ունենային, բայց երբ օտար մասնագետն է նկատում քո կատարողական արվեստի կարևորությունը դրվատելու և բարձր գնահատելու համար, այդ դա շատ իսկապես արժանի է հիշատակման։ Մեկը Վերբովա, այդպես է ազգանունը այն մեծանուն երգչուհու և վոկալի մասնագետի, ում ճանաչում են ոչ միայն Ռուսաստանում, այլև Եվրոպայում, որովհետև նա մեկն է եղել Գնեսինների ակադեմիայի հիմնադիրներից։ Նա շատ բարձր է գնահատել իմ, ես չեմ կարող այդ բառերը կրկնել, ամոթ եմ, ասում եմ ես պարզապես ասեմ այսքանը, ես իմ ողջ մանկավարժական և երգչական կյանքում չեմ լսել այսպիսի ազնվագույն ձայնով ժողովրդական երգչել, այդքանը ասեմ բավական է, թեպետ ինքնագոհություն է դառնում, բայց ես չեմ ասողը, ես պարզապես ընդգծեցի և մեկ էլ Արգենտինայի երաժշտագետի կարծիքը կուզեի ներկայացնել, նա ամբողջ հարավային Ամերիկայի ամենաազդեցիկ երաժշտական քննադատն էր, հրավիրվել էր համերգի Կոլոն թատրոնում, որպեսզի իր գնահատությունը ընթեռնելի լիներ կարևորագույն թերթերից մեկում։ Գիտեք, զարմանալին ինչ էր, որ համերգը շատ բարձր մակարդակով տիրել, երբեք կասկած չկար։ Միայն անունները բավական են հիշատակելու համար եւ ասել հայ կոմպոզիտորների ստեղծագործական մտքի սերուցքներ ներկայացրել Արգենտինայում։ Էդուարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Ղազարոս Սարյան, Էդուարդ Բաղդասարյան, Էդգար Հովանեսյան, Ռոբերտ Ամիրխանյան, կատարողներն էին Ռուբեն Ահարոնյան, Մեդեա Աբրահամյան, Բասոն, Ռայսա Մկրտչյան, Լուսինե Զաքարյան, Ռուբեն Մաթևոսյան, ես իմ անունը ամենավերջում կասեմ, չեմ խցկվի ամենաառաջինն ասեմ։ Եվ ուրեմն թերթում բոլորի մասին ինչ-որ մի հետաքրքիր բան էր գրած, որ շատ բարձր գնահատելով, շատ, որովհետև այդ երևույթ էր, նրանք այդքան անուն միանգամից իրար հետ երբեք չէին լսել, նրանցից յուրաքանչյուր մեկը բավական է, որպեսզի ներկայացնի ոչ միայն երկիր, այլ մի ամբողջ աշխարհաբաս մեր այդ արվեստագետներից որևէ մեկը, բայց այդ բոլորը մեկ համերգում էր և լուրջ ծրագիր էր, լուրջ։ Ասեմ, որ երբ իմ մասին ասեմ, բնականաբար նրանց մասին շատ էր գրված, երբ ես երգեցի, երգի ավարտից հետո 15 րոպե ծափահարում էին։
չեր ընդհատում ծափահարությունը։ Ինչևէ կարևոր չի, բայց շատ բարձր մակարդակով ընդունելություն այդպես ընդունում էին յուրաքանչյուրին, այդպիսի ծափահարությամբ։ Բոլորին դրվատելով եկավ հասավ հերթը ինձ։ Հիմա մենք մի քաղաքից գնում ենք, մյուսը ավտոբուսի մեջ ենք, բարձր կարդում են, բոլորը լսում են։ Հասավ իմ մասին մեկ էլ ասում է գրում է, բեմահարթակ եղավ սովորական կոստյումով մի երիտասարդ, որին չէի ճանաչում, եւ սկսեց երգել։ Ես դահլիճի 10-րդ կարգում էի նստած։ Երբ սկսեց այդ երգիչը երգել, ես վախեցա։ Իհարկե, ես էլ ծիծաղացի, վայ Ռուբիկ ջան, ինչի եմ վախեցե, Բաքու երգից կվախենան, մեկ էլ այդ մարդն ասեց, սպասեք, շարունակությունը կարդամ հետո նոր։ Կարդաց, երբ սկսեց երգել, ես վախեցա, նա այնքան ջերմ էր երգում, որ ես վախեցա 10-րդ շարքում նստած այրվեմ։ Դա էլ իմ խառնվածքի երգչական ունակության ու նաև հաղորդակցումը գնահատելու մի ինչ-որ կարևորություն է, ոչ թե ինչ-որ, այլ շատ որոշակի։ Ինչ ասեմ, ախր ես ինձ այնքան շատ են դրական խոսքեր ասել, որ ես չեմ կարող հիշել այդ բոլորը։ Իմ մասին կազմեց գիրք, Սերգեյ Առաքելյանը հավաքեց իմ ամբողջ արխիվը, այսպես ասած, եւ դրանից մի շատ գեղեցիկ գիրք ստեղծվեց։ Բոլորի կարծիքները այնտեղ կան, բոլորի գնահատությունները կան, եւ բոլոր մրցանակները կան, բայց մի հատ մրցանակ կա, որ շատ հետաքրքիր տեքստ խոսք ունի։ Այդ չեմ ասի իհարկե, Կանադայում եմ ստացել։ Մենակ կասեմ, որ շնորհակալ եմ իրենց, որ նման գնահատության են ինձ արժանացրել, որովհետև շատ կարևոր բան է գրված այնտեղ, եթե ես ասեմ այստեղ մի քիչ շատ կլինի։ Երբևէ կարդալու լինեն այդ գիրքը, իսկ նա 600 էջից է կազմված, անպայման կհանդիպեն այդ մտքին եւ այդ նկարը կտեսնեն, այդ մրցանակը կտեսնեն։ Հորաքրիստոս հետ սովորել են համալսարանում, մամայիս հետ աշխատել են նույն ասպարեզում։ Եվ առաջին անգամ Ռուբեն Մաթևոսյանի հետ գնացինք մի հյուրախաղի էի, որտեղ ինքն էլ էր, այսինքն մեծերն էին, Օֆելո Համբարձումյան, Հովանես Բադելյան, Ռուբեն Մաթևոսյան, այսպես ինքը այդ ավտոբուսի, այդ խմբի, այսպես ասած, ոգին էր, բոլոր հումորներով, կատակներով ու բոլոր տարիք չկար, բոլորի հետ, վայ տրամադրության մարդ, այսինքն իսկական վարպետ, որ բոլորի հետ լեզու է գտնում, ընկերությունանում բոլոր սերունդների հետ, եւ դրա հետ մեկտեղ չի հեռանում իր ազնվագույն արվեստից։ Ավտոբուսի մեջ մենք խաղ ունեինք, քանի որ ես Արաքսի աղջիկն եմ Մանսուրյան եւ բնականաբար մեծացել եմ օպերայում իր կողքին, բոլոր արյաները գիտեի, մասնավորապես Անուշի արյան եւ Անուշի ուրեմն դերերքը։ Այնտեղ միտեղ կա Անուշի եւ Սարոյի դուետը։ Ես ու դուն էլ իրար գրկած ավտոբուսի մեջ, կան մեի վարպետի կողքը կանգնում էի։ Ես սկսում էի երգել, ինքն էլ Ջիվանի արդ ինչ պիտանի ու միասին դուետ էինք երգում։ Ասում էի, պատկերացնում եք, ես Ռուբեն Մաթևոսյանի դուետ եմ երգում։ Բայց դա ես առանձին էի ասում, որովհետև մեր շփումների մեջ դա չեք պատկերացնում։ Իրա Բալաջանը ինչ արժի ինձ համար։ Բալաջան, ո՞նց ես։ Բալաջան, իմ Անուշ ջան, Շուշան ջան, շատ եմ սիրում։ Ես շատ հաճախ լսում եմ պապիկիս երգերը եւ դրանք շատ են տարբերվում այսօրվա հայտնի երգերից, որոնք մարդիկ լսում են։ Բայց մեկը իմ համար այդ երգերը ուղղակի անփոխարինելի են։ Ինքը արդեն թողեց ժառանգություն մեր շատ լավ երգիչների մի քանի, որ իր դպրոցն են անցել, որոնք շարունակեցին այն ինչ որ ինքը տվել էր, սկսեցին այդպես, բայց շարունակեցին այն երաժշտությամբ, որ այսօր ավելի մատչելի է, ավելի հասու է եւ ավելի փողաբեր։ Սկսեցին երգել դա։
Ես ուզում եմ, որ չկորցնեն բոլոր այն արժանինքները, բոլոր այն վարպետության տարերը, որ մայստրոն տվել է իրենց, եւ մի օր վերադառնան ազնիվ մաքուր արվեստին, արվեստի համար, սկզբունքով։ Հայերեն մտածել է թողնելու, հայերեն երգել է թողնելու, շատ լավ իմանալով Կովկասյան բոլոր նրբությունները երգարվեստի մեջ, այնուամենայնիվ մնալ հայ եւ արժանապատվորեն ներկայացնել այդ մշակույթը։ Ահա այն մեծ ժառանգությունը, որ թողնելու է իր արվեստով մայստրոն։ Ես չեմ հավատում, որ ինքը դեռ չի կարող երգել։ Ինձ թվում է ինքը այնքան ֆանտաստիկ է երգում մինչև հիմա։ Շատ սիրում եմ ձեզ մայստրոն։ Շատ առողջ եղեք, որովհետեւ այսօր գոնե սերունդ կրթելու համար շատ կարևոր եք դուք։ Շնորհակալ եմ ձեր արվեստի համար։ Ես իրեն մաղթում եմ քաջ առողջություն, երկար տարիների կյանք, որպեսզի մենք մեր ընտանիքը նկատի ունեմ, կարողանանք ինչքան հնարավոր է երկար վայելել իր ներկայությունը։ Ես մաղթում եմ պապիկիս երկար տարիների կյանք, երջանկություն, որպեսզի լինի մեր համ մեր կողքին, համ հանդիսատեսի կողքին, միշտ իր երգերը լսեն բոլորը եւ միշտ երջանիկ լինի։ Լինելով շատ բազմազբաղ, հասցրել եք բավարար ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների, սիրելի եւ հարազատ մարդկանց հետ։ Գիտեք ինչ, նախ ասեմ, որ ընտանիք հասկացողությունը ինձ համար շատ անպարփակ է։ Ինչու համար, որովհետև ես ընտանիք եմ նկատում ոչ միայն կնոջս, զավակներիս, թոռներիս, նրանց ընտանիքներին, այլ նաև այն ընտանիքը, որտեղ ես ծնվել եմ իբրև երգիչ եւ աշխատում եմ մինչեւ օրս։ Տուն ինձ համար եւ մեր տունն է, եւ հեռուստատեսություն, եւ ռադիոն։ Ռադիոն ինչ լավ է, որ ռադիոն կոչվում է ռադիոտուն։ Այդպես է անունը, ռադիոտուն հասցեն։ Իսկապես տուն, որտեղ դու ապրում ես այդքան տարի, քեզ թանկ ու հարազատ է։ Անջատելով այդ բոլորից, այն բնակարանը, այն տունը, որտեղ ես եմ ապրում, ասեմ, որ աշխարհի ինչ ասեմ, անգնահատելի անկյունն է ինձ համար։ Ես չգիտեմ, չեմ հետամուտ չեմ եղել, որ այդ տունը հարուստ լինի կամ փնթի կեղտոտ ոչ, միշտ մաքուր, միշտ հյուրասեր, միշտ լուսավոր, որովհետև ես եմ այդպես պահանջում, որովհետև կինս է այդպես ցանկանում, եւ որովհետև այդպես են ապրել իմ զավակները, այդպես են դաստիարակում նաև իրենց զավակներին, որ կարևոր չի տանը ինչքան փայտիկ կտոր լինի, պետք է լինի այն, ինչ քեզ անհրաժեշտ է, խիստ անհրաժեշտ բոլոր բան։ Եվ ուրեմն պետք է լինի ազատություն, լուսավորություն, ջերմություն, իսկ այդ ջերմությունը ոչ միայն այս ջերմացնող ապարատուրաներն են, այլ նաև հոգու ջերմությունը, որ տարածվում է այդ բնակարանի մեջ եւ թանկ է համարում։ Քանի որ մենք նաև հանդիսանում ենք հարևաններ, այսինքն դուր դռան հարևաններ ենք, միշտ մի տան նման ենք եղել եւ կանք երեխաները, որ դասից գալիս են, առաջինը պապիկի տուն են մտնում եւ տատիկի իհարկե, որովհետեւ անչափ սիրում են, առանց իրա կյանք չունեն։ Ու ես բնականաբար ես եւս նույնպես։ Բնավորությամբ ինքը շատ լավատես է եւ համարյա երբեք ես իրեն չեմ տեսել անհանգստացած, լարված ինչ-որ բանից, որտեվ ամեն ինչի մեջ ինքը փորձում է լավը տեսնի։ Անչափ բարի է պապան։ Դա ինչ որտեղ եւ լավ է, եւ իր վատ կողմերը ունի, բայց ես ավելի շատ գնահատում եմ մարդու մեջ բարությունը։ Ասեմ, որ ամենակիչ եղել եմ Միացյալ Նահանգներում 42 անգամ։ Դե, եթե ես ոչ թե մտածեի սնվելու եւ հագնվելու մոլուցկով տարապեի, երևի թե 42-ից ինչ-որ մեկը կդառնար իմ ուրեմն դառը օրերի առաջին օրը։
չդարավ, որովհետև ինձ միշտ ձգտել է այն անկյունը, որը եղել է իմ տունը։ Ես չեմ սիրում շատ ոչ թե ճոխություն, սիրում եմ շատ բարձր մակարդակով երևալ հանդիսատեսի առջև, ոչ թե ներկայացնել, տեսեք ես ինչ հագուստ եմ կրում, բնականաբար պետք է կրես, եթե բեմ ես գալիս, պետք է բեմական հագուստ լինի, հագիտ, շենքը շնորհքին հագուստ լինի, բայց տես ոչ թե, ոչ էլ լսեք, տեսեք ոնց եմ երգում, ես եկել եմ այն երգը ներկայացնելու, որին սպասել է ինքը հանդիսատեսը, իսկ դա իմ հոգու ձայնն է եղել, իմ գիտակցությունն է եղել, իմ վերաբերմունքն է եղել, իմ անսահման սերը դեպի հայ երգը։ Ինձ համար սիրող աղբյուր, ես քեզ համար գուցե ոչինչ, դու ինձ համար երասմակում, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս ճգնախ երաս, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս ճգնախ երաս, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, կյանքում անվիշտ ուրախ մնա, և միշտ եղիր պայծառ ու ճիշտ, ամբողջ մի կյանք սիրով կտա, ես քեզ համար գուցե ոչինչ, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս ճգնախ երաս, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս ճգնախ երաս, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ, որպես կյանքիս ճգնախ երաս, արեգակին պետք է հեռվից նայել, կայրի եթե շատ մոտենաս, դու իմ կյանքի ճգնախ երաս, Հայ երգ հասկացողությունը շատ կարևոր պետք է լինի մեր կյանքում, որովհետև հենց այնպես չի ասել Իսահակյանը, մենք ոչնչացող ազգ չենք, որովհետև մենք կերտել ենք մեր էպոսը Սասմատան, կերտել ենք մեր լեզուն դասական և ստեղծել ենք մեր երգը հայոց, այնպես որ մեր ժողովրդական երգը հայոց, այնպես որ այդ ժողովրդական երգ հասկացողությունը խեղճ ու կրակ չի, այնպիսի հպարտ և դարերի պատմություն ունի, ինչպես ինքը ժողովուրդը, ցավոք սրտի երբեմն հայ երգը շփոթում են այն երգերի հետ, որոնք սերված են հիմք ունենալով մեր երգերը։ Ես չեմ ուզում սահմաններ նշել, անուններ տալ, կարիք չկա, ասեմ, որ մեր նման են մտածել նաև հույները, մեր նման են մտածել նաև պարսիկները,
մինչև օրս այդպես են մտածում հնդիկները, չինացիները եւ այն ժողովուրդները, որոնք դարերից են գալիս։ Նրանք մի աշխարհում շատ քիչ են։ Մատով կարելի է համրել։ Իսկ ինչ վերաբերվում է իմ երգին, ասեմ, որ ես միշտ նվիրյալն եմ եղել այդ երգի։ Պարոն Մաթևոսյան, ով է ձեր լավագույն ընկերը։ Գիտեք ինչ, ընկեր հասկացողությունը շատ թանկ հարազատ գիտակցություն է։ Ախր դժբախտաբար իմ լավագույն ընկերները այսօր ինձ հետ չեն։ Ես ցավում եմ։ Նրանց կորուստը շատ դառն է եղել ինձ համար, շատ անդառնալի է եղել։ Բայց հիմա ես ունեմ ընկերներ, ես բոլորին ընկեր եմ համարում, բայց բարև ցտեսություն, աշխատանքային ընկերներ են դրանք, բակի ընկերներ, քաղաքի ծանոթ ընկերներ, դպրոցական ընկերներ, բայց կա համալսարանական ընկեր, որ քեզ միշտ հարազատ է, որովհետև այդտեղ կոփվել է մարդը իր գիտակցությամբ, կա կոնսերվատորիայի էլի ուսանողական տարիների ընկերներ, բայց կա հոգուտ հարազատ ընկեր։ Դրանք շատ քիչ են հիմա իմ կյանքում, մի քանի հոգի։ Եվ հիմա ես ընկեր եմ նկատում նաև իմ թոռնիկին, Ռուբենիս։ Եվ բոլոր թոռներիս, Սպարտակի կարևոր չի, որ մեկը փոքր է, մեկը մեծ է, բոլորը ինձ համար հավասար են եւ գնահատելի։ Իսկ ինչ վերաբերում է այնպես ընկերներն եմ, հիմա ունեմ երկու ընկերներ, Նարեկը չեմ կարող չհիշատակել եւ Կարենը։ Նրանք իմ ամենամոտիկ ընկերների շարքում են այսօր մտերիմ։ Գիտեք, ընկերոջ հետ ընկերենա չի, որ սեղանում նստեք խնջույք, ինչ որ անցկացնեք, ապրեք այդ օրը երջանկությամբ, բաժակաճառով, չգիտեմ ինչով, չէ, որ կիսվես, խոսես, որ նրա միտքը քեզ օգտակար լինի կամ քո ասածը նրա համար դաս լինի, այ ընկերը դրա համար է եւ նա ապրի քո կյանքով, դու ապրես նրա կյանքով, ոչ թե այդ կյանքի մեջ, այլ օգտակար լինելու իմաստով ապրես նրա կողքին եւ նա օգտակար լինի քո կյանքին։ Ընկեր են նաեւ արվեստագետները, ինչպես ես կարող եմ ընկեր չհամարել դժբախտաբար իմ երկիչ ընկերուհիները այսօր ինձ հետ չեն, բայց կա նոր սերունդ եւ դու պարտավոր ես այդ դու ապրում ես, չէ, ուրեմն պետք է այսօրվա սերունդի մեջ նկատես ոչ թե քեզ հավասարին, այլ այն մարդուն, ով գիտե մտածել, ով գիտե նվիրվել, ով գիտե երկիչ ծնվում են, բայց արվեստագետ դառնում են, այ մի քանիսն են դարձել այդպիսին, եւ ես այդ դարձած մարդկանց շարքում մի քանի անուններ կարող եմ տալ, որոնք ինձ համար շատ գնահատելի էին, բայց ես կարող եմ մոռանալ Շուշան Պետրոսյանի անունը, հրաշալի ձայնածավալով, հրաշալի, ամենաերբ երգում է զգում ես, որ նա մտածել գիտի, իհարկե գիտե, ոնց կարող ես մոռանալ Նունեի երգեցողությունը, որ շատ հարազատ մտերմիկ քո երգն է երգում, ոնց կարող ես չնկատել, կամ ոնց կարող ես Արամոն, որ շատ դեռ այլ սովետական տարիներին էստրադային նվագախմբի լավագույն մենակատարներից մեկն է եղել եւ լավագույն էր, բայց չմոռանանք, որ նա ունի երաժշտական կրթություն նախնական եւ ունի եւ ավարտել է կոնսերվատորիան։ Այս բոլորը կա նրա մեջ, նաեւ ուրեմն Աստվածային շնորհը գումարած նրա տիկինը Էման Պետրոսյան իհարկե լավն է, ոնց կարող ես չնկատել, այդպես մի քանի անուններ կան երիտասարդ, իսկ ժողովրդական երգիչների մեջ նորերը սկսել են,
դեռ ես պետք է համոզվեմ, որ նրանք պատրաստ են շարունակելու ոչ թե ինչ-որ մի Չ կլասի երկի Օֆելիա Համբարձումյանի դպրոցը շարունակողներ դառնան, որպեսզի ես հանգիստ լինեմ, որ կանանց մեջ էլ կան անուններ, որոնք կարող են շարունակելի դարձնել եւ նվի ոչ թե միայն ես երկեմ փող աշխատեմ, չէ, ես երկեմ, որպեսզի հայ երկը ներկայացնեմ։ Մենք այդպես ենք մտածել։ Այդպես էր մտածում Գոհար Գասպարյանը, այդպես էր մտածում Օֆելիա Համբարձումյանը, այդպես էր մտածում մնացած բոլորը։ Ախր պետք է նվիրվել այդ գործին, շահ պետք է գտնել, քո կարևորությունը պետք է նկատես հայ բանում եւ հասկանաս, որ դու ստեղծեցիր, ոչ թե կրկնեցիր, կրկնել պապս էլ կկրկնի, մանկապարտեզում էլ են կրկնում մանկավարժի սովորացրած երգը, բայց երգիչը պետք է ստեղծի։ Ես ոնց կարող եմ չհպարտանալ, երբ 900-ից ավել երգ եմ երգել եւ շատ երգեր առաջին կատարող եմ երգել։ Ես եմ ընթերցել առաջին անգամ այդ երգը, այդպիսին նկատել այդ հնչողությամբ, այդ հնչողական ամբողջությամբ ես եմ զգացել։ Ոնց կարող եմ վատ նայել կամ ծափարել նրան, ով այդ երկի հերն անեցում է, չէ, չեմ կարող, ես եմ ստեղծել, ես այդպիսին չեմ նկատել, այդպիսին չի գրանցված նոտաներում, ինչև է, դրա համար ես սպասում եմ այն երկիչ երկչույներին, ովքեր նվիրվելով ժողովրդական երկին կմտածեն իմ նման, իսկ իմ եւ իմ ընկերների նման, բոլոր պրոֆեսիոնալ երգիչների նման, ովքեր ուրեմն բեմահարթակ էին գալի ներկայացնելու հայ երգին եւ ծափահարում էին հայ երգին։ Ես սա եմ սովորել, դրան եմ վարժվել։ Ախր ես ափսոսանքի տեղ չունեմ։ Ես չեմ ափսոսի ոչ մի պահի համար։ Ինչու ափսոսեմ։ Ապրել եմ 84 տարի նրա համար, որ ափսոսեմ, չէ, կամ երգել եմ 64 տարի նրա համար, որ ես ափսոսեմ, երբեք չեմ ափսոսի, ես գերագնահատում եմ։ Միայն մի բանի համար կափսոսեմ, որ շատ մեղմ եմ եղել եւ շատ բարի եմ եղել, բայց դրա համար էլ չեմ ափսոսում, բայց ինչի համար է բարություն։ Ես չար չեմ կարող լինել, ախր ոնց չարություն անեմ, չեմ։ Եվ չարին էլ չեմ պատժել, որովհետև չարը պետք է պատժվի ուրիշի կողմից, Աստծո կողմից, ոչ իմ կողմից։ Ես ով եմ, որ մարդ պատժեմ, ինչու պետք է պատժեմ։ Աստված նրան արդեն պատիժ ա տվել, որ ինքը չար է։ Էլ ես ինչու պատժեմ, բայց ես բարի մարդկանց միշտ շատ շուտ եմ նկատել, աչքերը մատնել են, կարմրելու հատկությունը մատնել է, ազնիվ խոսքը մատնել է, որ ինքը շատ ազնիվ է, դե ուրեմն տեր կանգնի այդ ազնիվին, բարեկամություն արա, ընկերություն արա, բայց ափսոսել պետք չի, ինչու ափսոսես, ափսոսել նշանակում է ուրեմն ապրածդ կյանքի որոշ բաների վրա խաչ դնել, ես երբեք խաչ չեմ դնի, բացառվում է։ Շնորհակալ եմ պարոն Մաթևոսյան, այսքան գեղեցիկ, հաճելի, ինձ համար շատ տպավորիչ զրույցի համար։ Շատ անկեղծացա։ Իսկ երևի դա էլ իմ բացասական հատկությունն է, անկեղծությունը եւ անմիջականությունը, բայց դրանք անհրաժեշտ են ինձ, որովհետեւ երգը ընթերցելիս, երգելիս հենց այդ պարզությունը, ազնվությունն է հարկավոր։ Փոքր երեխայի նման ուրախանալ, երջանկանալ, որ ինչ-որ մի բան ես գտել, երաժշտական, հասկանում ես անցում, պետք է երջանկանաս, բա ոնց, հայտնաբերեցիր, գտար, հիմա սրանից հետո այդպես պետք է անես, եւ պետք է պարտադրես բոլորը այդպես անեն։ Կյանքը գեղեցիկ է։
Շնորհակալ եմ պարոն Մաթևոսյան, այսքան գեղեցիկ, հաճելի, ինձ համար շատ տպավորիչ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ հետ հայ պերսոնան էր։ Կհանդիպենք։